Իրանը կառուցում է երթուղի, որի միջոցով Ադրբեջանը կկարողանա կապ հաստատել Նախիջևանի հետ Իրանի տարածքով։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Ադրբեջանի պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում, շեշտելով, այս նախագիծը միտված է ոչ միայն տնտեսական շահերին, այլև տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Իրանի նախագահը վստահեցրել է, Իրանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում երկխոսությանը, առանց որևէ կողմի տարածքային ամբողջականությունը խախտելու։ Հակամարտությունը սկսվում է այն ժամանակ, երբ մի կողմը ցանկանում է գրավել մյուսի տարածքը կամ տարածքները։ Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը։ Մենք պետք է հարգենք այդ սկզբունքը։ Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները եւ բնականաբար պաշտպանում ենք նաեւ Հայաստանի իրավունքները։ Դա այնն է, ինչ մենք կփորձենք անել, որպեսզի երկու կողմերը հաստատեն խաղաղություն, կառուցեն բարիդրացիական հարաբերություններ։ Նախագահ Փեզեշքյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը, նշելով, որ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև ճանապարհային կապի հաստատման հարցում արդեն կան պայմանավորվածություններ եւ Իրանի տարածքով այդ հաղորդակցությունն իրականացնելու ուղղությամբ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Այսօր մեր օգնությունն այն է, որ մենք նախաձեռնություն ենք ցուցաբերել Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի միջև ցամաքային կապ ստեղծելու հարցում։ Նախագիծը շատ շուտով կիրականացվի։ Իրանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի միջև ցամաքային կապ ստեղծելու հարցում որևէ խնդիր չի լինի։ Մենք Իրանը համարում ենք ադրբեջանցիների համար երկրորդ հայրենիք։ Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով ճանապարհի գործարկմանը, ապա նրա խոսքով իրանական կողմը կարծում է, որ խնդիր չի լինի, եթե այն չխախտի Հայաստանի միջազգային իրավունքներն ու տարածքային ամբողջականությունը։ Փեզեշքյանը նաև ասել է, որ իրականացնում են ցամաքային ճանապարհների վերանորոգման եւ վերականգնման նախագծեր։ Նմանատիպ աշխատանքներ են տարվում նաև Աստարայում։ Այս հաղորդակցությունները կարող են ամրապնդել մեր երկրի եւ Ադրբեջանի միջև առևտրային կապերը։ Երկրորդ, Ադրբեջանը կարող է միավորող դեր խաղալ Իրանի եւ Ռուսաստանի միջև հաղորդակցության եւ բեռնափոխադրումների գործում։ Ադրբեջանն ինքը կկարողանա օգտագործել Իրանի եւ Պարսից ծոցի ներուժը Իրանի տարածքով փոխադրումներ իրականացնելու համար։ Իրանի նախագահը բարձր է գնահատել Իրանի եւ Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունները։ Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, իսկ նմանատիպ այցելությունները նպաստում են կապերի ել ավելի ամրապնդմանը։ Մենք կարող ենք օգնել միմյանց եւ մեր ժողովուրդների համար ստեղծել հանգիստ ու բարեկեցիկ կյանք։ Հենց այդ նպատակով էլ բացվում են նոր ճանապարհներ, որոնք կհեշտացնեն փոխադարձ ուղևորությունները։ Նա նաև ընդգծել է կրթական, գիտական եւ մշակութային գործակցության կարևորությունը, հիշեցնելով, որ երկարաժամկետ խաղաղ հարաբերությունների հիմքը ժողովուրդների միջև փոխվստահությունն է։ Փեզեշքյանը նշել է, որ Ադրբեջանը եւ Իրանը որպես հարևաններ կարող են մեծ օգուտ ցուցաբերել միմյանց եւ զարգացնել երկու երկրների միջև գործակցությունը տարբեր ոլորտներում։ Իդեպ, ըստ որոշ դիտորդների, ASTV հեռարձակման մեջ Փեզեշքյանի որոշ արտահայտություններ մասնակիորեն են ներկայացվել կամ թարգմանվել փոփոխված տարբերակով։ Իրանական կողմը ադրբեջանական կողմին մեղադրել է հարցազրույցն ամբողջական չթարգմանելու համար։ Իդեպ, Մասուդ Փեզեշքյանն արդեն ժամանել է Բաքու, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ։ Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ավելի վաղ նշել էր, որ Իրано-ադրբեջանական կապերի ընդլայնման ֆոնին այցի ընթացքում կարևոր հանդիպումներ են նախատեսված։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։